Ձեզ եմ ներկայացնում ներքին գործերի նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ Հաստատված ծրագրով նախարարությանը հատկացվել է 91 միլիարդ դրամ, այնուհետև ճշտված ծրագրով այդ գումարը ավելացվել է մինչև 100 միլիարդ 957 միլիոն և փաստացի կատարվել է 98 միլիարդ դրամ, որը կազմում է ճշտված ծրագրի 97.2%-ը։ Նախարարությունը 97.1%-ը իր բյուջեի ծախսում է ծառայությունների մատուցման վրա և 2.9%-ը պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների վրա։ Նախարարության կողմից 2024 թվականին իրականացվել են 15 միլիարդ 85 միլիոն դրամի գնումներ, որոնցից 4 միլիարդ 785-ը մեկ աղբյուրից գնման ձևով և կշիռը մեկ աղբյուրից գնումների կազմում է 31.7%։ Նշեմ նաև, որ նախարարությունը իրականացում է 3 ծրագիր և այդ 3 ծրագրի շրջանակներում իրականացում է 21 միջոցառում, տարվա ընթացքում ճշտումների հետևանքով այդ ծրագրերի քանակը դարձել են 23 և փաստացի իրականացվել է 23 ծրագիր։ Երևի այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր կան, կպատասխանեմ։ Հարգելի գործընկերներ ունեք, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, մի քանի հարց։ Բյուջեով նախատեսված է եղել 91 միլիարդ, հատկացրել եք 100 միլիարդ, բայց ծախսվել է 90 միլիարդ։ 98։ Հա, լավ։ Երբ որ ասում եք 4 միլիարդ մեկ աղբյուրից, կոնկրետ ինչի գնումն է, մեքենաների գնումն է։ Ես չեմ կարող հիմա իմ մոտ այդ բացվածքը չունեմ, ճիշտն ասած, կարծում եմ մեր գործընկերները այդ բարձաբանումները կտան։ Երևի մի բան էլ կարող եմ ավելացնել, որ նախարարության կողմից 2024 թվականի ընթացքում իրականացվել են 8.1 միլիարդ դրամի վերաբաշխումներ, որոնցից 1.4 միլիարդ դրամը կառավարության 4 որոշումներով, իսկ 6.8 միլիարդ դրամը ծանոթագրերով։ Ծանոթագրերով վերաբաշխումները վերաբերում են այնպիսի վերաբաշխումներին, որոնք իրականացվում են նույն ծրագրի ներքո տարբեր միջոցառումների միջև և գերատեսչությունները ունեն ազատություն առանց կառավարության որոշման այսպիսի վերաբաշխումներ իրականացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, եթե այլ հարցեր չկան, պարոն Հովհաննիսյան, ես նախագահություն փոխանցեմ պարոն Քոչարյանին, պարոն Հովհաննիսյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Շնորհակալություն։ Բայց եղեք մեր սուտ։ Շատ լավ։ Տիկին